Բարեկամներ, շարունակվում է խաղային երեկոն մեզ մոտ եւ այսօրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որտեղ մրցում են Բարսելոնան եւ Լևերկուզենի Բայերը։ Կրկին հետաքրքիր հանդիպման ենք ականատես լինելու։ Այսօրվա երկու մրցավեճերը գոլառատ անցան մեզ մոտ, հիմա տեսնում ենք մրցավարի սուրիչը կա, խաղը մեկնարկեց, տեսնենք այս հանդիպումը ինչ հաշվով կավարտվի ի վերջո։ Հիմա անցնենք թիմերի հայտարարություններին։ Բարսելոնան դարպասում է համար 1 Արթուր Պողոսյանը, հիմա Բայերն է գնդակով գրում, փոխանցում, հեռացված է գնդակը, Ղուկասյանը տածկից արված եւ հանդիպման հաշիվը բացված է բարեկամներ։ Բարեկամներ, շարունակվում է հանդիպումը, այստեղ տեսանք երկու թիմերի կողմից էլ ուղղակի գեղեցիկ արարք, fair play կանոնների դիմեցին եւ վտանգալ կարող լինել Բայերն էր գրում, Գուրգենյանի հարվածը բարձր ստացվեց եւ մեկական գոլ գրանցվեց այս ընթացքում երկու թիմերի կողմից 1-1 է հիմա հաշիվը։ Նա անցնեմ թիմերի կազմերին, Բարսը դարպասում է համար 1 Արթուր Պողոսյանը, համար 4 Էդգար Իվիցյան, համար 6 Ռազմիկ Սարիբեկյան, համար 7 Ռոբերտ Նազարյան, համար 8 Դավիթ Ավետիսյան, համար 9 Լևոն Սարգսյան, համար 10 Դավիթ Շահնազարյան եւ համար 22 թիմի ավակ Ռուբեն Սարգսյան։ Բայեր, դարպասապահ, համար 1 Թաթուլ Սևոյան, համար 3 Հովանես Գուրգենյան, համար 4 թիմի ավակ Աղասի Ավետիսյան, համար 5 Հայկաս Գալստյան, համար 7 Վլադիմիր Պետրոսյան, համար 8 Պետրոս Հովանեսյան, համար 10 Ամնամիկ Կիրակոսյան, համար 11 Գագիկ Ղուկասյան, համար 21 Վարդգես Գեդեշյան, համար 33 Հարություն Օհանյան, համար 44 Համլետ Ազնավյան եւ համար 77 Արթուր Պետրոսյան։ Այստեղ խախտում Գուրգենյանի հետ պայքարում եւ ստանդարտ է վաստակել այս լրիվադում Բայերը։
տեսնենք մրցավարի սուրիչը կա, Գեբեշյան արված, և մի փոքր բարձր է, Պարկես Գեբեշյանի արվածը, Բարսելոնան է անցել գրոյի, բայց Ղուկասյանը լավ գործեց պաշտպանությունում, Փոխանցում Ավետիսյանի կողմից, լավ նկատեց Զարգեզում Գեբեշյանին, երկար փոխանցում, վտանգավոր կարող լինել և փրկվեց այստեղ Բարսելոնան, առաջին անկյունային է լինի այս խաղին։ Տեսնենք այս անկյունայինը, Գեբեշյան փոխանցում հեռացված է գնդակը։ Ռոբը ստարտում հանգիստ խաղա։ Ազարյան և կորսեց Ռոբերտ Ազարյանը։ Երկու թիմերը հարցաշարային հարյուսակում շատ մոտ են գտնվում։ Բարսելոնան 6 խաղից 9 միավոր է վաստակել, 3 հաղթանակ, 3 պարտություն այս մրցաշարում, 8-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ Բայերը 5 խաղից վաստակել է 7 միավոր և 11-րդ հորիզոնականում է։ Գեբեշյանը խլեց գնդակը և անաջող է Պարկես Գեբեշյանի արվածը։ Պողոսյան անաջող փոխանցում, տեսնենք Հարություն Հովհանյան արված, Հովհանյանի արվածը վերջում։ Տեսնում ենք, դժվարությամբ են անցնում իրենց կիսադաշտը Բարսայի տղաները։ Գեբեշյան կրկին երվից կորց, բայց նորից եղել Պարկես Գեբեշյանի հարվածը։ Սարել Կուրինյանը եկավ և խլեց գնդակը։
Պետրոսյան պտտվեց, փոխանցում Գեբեշյանի ուղղությամբ։ Գեբեշյան երկար փոխանցում, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը Գեբեշյանի։ Կրկին վայրը անցնում է գրոյի։ Մեծ առավելություն տարածքային։ Բայց հիմա Բարսան անցավ գրոյի, տեսնենք, Ղուկասյանն է լավ գործում հիմա պաշտպանությունում։ Սարգսյան փոխանցում Կիրակոսյանը հեռացրեց գնդակ, հիմա կարող է հակագրոել վայրը, տեսնենք։ Գեբեշյան երվից արված, սփակված է Վարդգես Գեբեշյանի։ Բայրը նորից անցավ գրոյի, Պետրոսյանը արվածը շեղ էր մի փոքր Արթուր Պետրոսյանին։ Առաջին կեսի միջնամասն է արդեն բարեկամներ մեզ մոտ դեռ հաշիվը հավասար է։ Լավ կերպով դուրս եկավ այստեղ գրոյի Բարսելոնա, փոխանցում Սարգսյան արվածը թույլ էր։ Ռուբեն Սարգսյանի, Սևյանը փրկեց իր թիմին։ Եվ արագ նետեց գրոյի Ավետիսյանին, բայց շտապեց հիմա Աղասի Ավետիսյանը։ Դրանք կոմիչով է։ Սարգսյան փոխանցում կենտրոն։ Լավ խաղարկումներ, բայց Հարություն Հովանյան այստեղ լավ գործեց պաշտպանությունում։ Փոխեց եզրը։ Ղուկասյան հրաշալի անցում, բայց վերջին պահին։ Բարսելոնա ֆուտբոլիստ։ Լավ խաղաց պաշտպանությունում։ Բարսան է անցել գրոյի, Սարգսյան արված և գոլ։ Ռուբեն Սարգսյան 2-1 հաշվի մեջ առաջ է անցնում Բարսելոնան։ Տեսնենք այս գոլին ինչով կպատասխանի Բայերը։
Լավ։ Խաղարկումներ տեսանք Բարսելոնայի ֆուտբոլիստների կատարմամբ։ Գեմեշյան երկար փոխանցում կրկին հեռացված է գնդակը։ Գեմեշյան նորից ձախ եզրով շարժվում է առաջ, նորից հեռացված է գնդակը։ Ավետիսյան երվից փորձ փակված է այս հարվածի ճանապարհը Ավետիսյանին։ Եվ անկյունային կարողացավ այստեղ վագում Բարսելոնա կորզել։ Փոխանցում Ղուկասյանը հեռացրեց գնդակը։ Հետվում է Մագրոյի վայրը Պետրոսյան։ Լեցին նրանից գնդակը։ Տեսնում ենք, խաղարկումներով շարժվում են առաջ տարիկաները։ Նաույան հրաշալի նկատեց Պետրոսյանին, լավ խաղարկումներ, Ղուկասյան և բարձր էր Ղուկասյանի հարվածը։ Տեսնում ենք հանձնել է գնդակը այս րոպեների ընթացքում Բարսան Բայերին և միայն նրանք շեշտը դրել են հակագրողների վրա։ Ղուկասյան և խախտում Ռոբերտ Նազարյանի կարգմամբ։ Խաղարկումներ կրկին Բայերի կողմից, Գեբեշյան երվից հարված դարպասածողն է փրկում Բարսային, այս անգամ էլ Պետրոսյանն է հարվածում և անկյունային։ Կտեսնենք Բարսելոնայի դարպասին, շատ լավ հարված ուղղակի կատարեց ձախ եզրից Վարդգես Գեբեշյանը, հորիզոնական դարպասածողը փրկեց Բարսելոնային, հիմա այս անկյունայինը տեսնենք։ Պետրոսյան փոխանցում Ավետիսյանի հարվածը չստացվեց վերջո։ Վերջին 5 րոպեները մնացին բարեկամներ առաջին կեսի ավարտին, 2-1 հաշվով Բարսելոնան հաղթում է Իսպան Բայերին։
Այսօր տեսնում ենք Բարսելոնայի լավագույն ռմբարկուն բաց է թողում այս հանդիպումը Ռաֆայել Մաթևոսյանը վեց գնդակ է հեղինակել այս մրցաշարում Մաթևոսյանը հիմա Բայերն է գրովում վտանգավոր էր բայց կրկին լավ գործեցին պաշտպանությունում Բարսայի տղաները շարունակվում են Բայերի մոտ մնալ գնդակը Գեբեշյան փոխանցումը նորից հեռացված էր այստեղ էլ Գեբեշյանն է վտանգավոր գործում Սարգսյանի հետ պայքարում իսկ Բայերի լավագույն ռմբարկում Հարություն Օհանյանն է խփված 5 գոլով դեռ այսօր նա մեկ անգամ է հարված կատարել դարպասին այն էլ շեղ սխալվեց այստեղ Բարսայի ֆուտբոլիստը Գեբեշյանը հարված սպրկեց իր թիմին Արթուր Պողոսյանը կարող էր այս սխալից օգտվել հիմա Բայերը բայց Պողոսյանը փրկեց իր թիմին անկյունային է վաստակել Բայերը տեսնենք Վարդգես Գեբեշյան փոխանցում շրջադարձը հարվածը չստացվեց հիմա Արթուր Պետրոսյանին Կասյան փոխանցում Պետրոսյանին Պետրոսյան փոխանցում եւ Օհանյան գոլ հավասարեցված է հանդիպման հաշիվը բարեկամներ 2-2 Հարություն Օհանյան 2-2 կրկին հավասար է հանդիպան հաշիվը մեզ մոտ խոսեցի Օհանյանից եւ 1 րոպե անց կարողացավ գոլով աչքի ընկնել Հարություն Օհանյանը 6-րդ գոլը հեղինակեց այս մրցաշարում Հրաշալի փոխանցում Ավետիսյանից վտանգավոր է դժվարությամբ վերցրեց գնդակ այստեղ Պողոսյանը Ղուկասյանը հարվածը շեղ էր Գարգիկ Ղուկասյանին շատ վտանգավոր գրող նորից Բայերի կողմից Մարակ խլեց գնդակ այստեղ Բայերը փորձում են հաշվի մեջ առաջ անցնել մինչև ընդմիջում Գեբեշյան երկար փոխանցում այստեղ չհասկացան Միմյան Սիրիցյան Պողոսյանը բայց հեռացված է գնդակը կրկին Պետրոսյան երկար փոխանցում Պետրոսյանը պայեց իր մոտ գնդակը Արթուր Պետրոսյան փոխանցումը փակված է եւ անկյունային Արթուր Պետրոսյան երկար փոխանցում Ղուկասյանը հարված Պողոսյանը փրկեց իր թիմին Եվ վերջ բարեկամներ առաջին կեսը մեզ մոտ ավարտված է 2-2 հաշվով հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից
Բարեկամներ, վերադարձանք եւ երկրորդ խաղակեսը տեսնում ենք մեզ մոտ մեկնարկեց եւ առաջին կեսից հետո 2-2 է հաշիվը հետաքրքիր հավասար պայքարում ընթացավ առաջին կեսը, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա Իսկ հետո տեսնենք արված եւ Արկազ Գալստյանի արվածը Շեղ ընթացավ, հիմա անցնեմ Ռազմերին Բարսելոնա դարպասում է Արթուր Պողոսյանը, Էդգար Իլիցյան, Ռազմիկ Սարիբեկյան, Ռոբերտ Նազարյան, Դավիթ Ավետիսյան, Լևոն Սարգսյան, Դավիթ Շահնազարյան եւ Ռուբեն Սարգսյան հիմա վտանգավոր կարող է նորից լինել, բայրը անցել է գրոյի Բայր դարպասում է Թաթուր Սևոյանը, Հովանես Կուրգինյան, Աղասի Ավետիսյան, Հայկաս Գալստյան, Վլադիմիր Պետրոսյան, Պետրոս Հովանեսյան, Անդրանիկ Կիրակոսյան, Գագիկ Ղուկասյան, Վարդգես Գեբեշյան, Հարություն Օհանյան, Ամետ Ազնավուրյան եւ Արթուր Պետրոսյան։ Առաջ Հրաշալի նկատեց Ավետիսյանը այնտեղ Շահնազարյանին նետվել է Բարսանգրոյի, բայց Պետրոսյանն է իվակիցներին եկել օգնության անկյունային կտեսնենք Բարսելոնայի օգտին Փոխանցում Ավետիսյանն է հեռացնում գնդակը Այլ հակառակ ուղղությամբ անկյունային կտեսնենք Սյան փոխանցում Մեշյան երկար փոխանցում փոխեց գրոյի եզրը Պետրոսյանի փոխանցումը չանցավ Այլ այստեղ Ապահովության դեպքում հեռացրեց գնդակը Աղասի Ավետիսյանը Սարիբեկյանը հրաշալի գործեց պաշտպանությունում, երվից հարված Շահնազարյանը կարծես թե հարված կատարեց, բայց բարձր էր Բարսելոնայի ֆուտբոլիստի հարվածը Անցած խաղը Բարսան անցկացրեց Փարիզի հետ եւ պարտվեց 0-1 հաշվով նրանց մի փոքր հանգարեց արդյունքի հասնել վտանգավոր կարող է ստացվել հիմա Շկավացավ շրջանցել Պետրոսյանը Պողոսյանին Բարսել ներողություն Բայերն էլ նույնպես պարտություն կրեց անցած մրցավեճում 1-3 հաշվով Լեոնի պարտվեց Բայերը Այստեղ էլ խախտում դաշտի կենտրոնում Ռոբերտ Նազարյան, ներվից հարված վտանգավ կարող լինել Սարգսյան
Ազարյան, բայց սարված է լավը չէր։ Շյան լավ խլեց գնդակ այստեղ բայրի ֆուտբոլիստը։ Սարգսյան իրաշալի անցումը տեսանք։ Այս փոխանցումը կապված եմ։ Այս փոխանցումն էլ Ազնավյանի մի փոքր ուժեղ ստացվեց։ Առաջացի հա։ Շյան երվից սարված Օվոսյանը պրկեց իր թիմին։ Յան վտանգավոր կարող է ստացվել, հիմա տեսնենք Պետրոսյանը արված պրկեց իր թիմին հիմա։ Բարսելոնայի պաշտպանը այստեղ շատ վտանգավոր։ Գերոտ տեսանք բայրի կողմից շահանակ մեգրով, Գեբեշյան արված սս շեղեր, վարդկեց Գեբեշյանի։ Շատ վտանգավոր գրով կառուցեցին հիմա բայրի տղաները, փրկվեց ուղղակի Բարսելոնան վերած գոլից։ Ռուսյան հրաշալի անցում արված և գոլ, հրաշալի գոլ հեղինակ դարձավ մեզ մոտ Արթուր Պետրոսյանը։ Արթուր Պետրոսյան 3-2 կրկին առաջ է անցնում հաշվի մեջ բայրը։ Այս խաղում լավ համագործակցություն տեսանք Ազնավյանից և Պետրոսյանից, բայրը անցավ նորից գրոյի, Գեբեշյանի փոխանցումը հասցեատեր չունեցավ։ Նորից բայրը գրոյում է, բայց այս փոխանցումը Գալստյանի, լավը չէր, Աղասի Աղետիսյանն է հրաշալի գործում։ Աղետիսյան փոխեց գրոյի եզրը, Նազարյան, Նազարյան արված վտանգավոր էր հիմա Ռոբերտ Նազարյանի հարվածը, մի փոքր բարձր ընթացավ Բարսայի խաղացողի հարվածը, 10 րոպե անցավ բարեկամներ երկրորդ խաղակեսից, 3-2 հաշվով բայրը հաղթում է Բարսելոնային։ Բարսելոնան է անցել գրոյի, Շահնազարյան և լավ է գործում հիմա պաշտպանությունը կրկին Ավետիսյանը։ Գեբեշյան, բայց գնդակ և նետվում է գրոյի հիմա բայրը, վարդկես Գեբեշյան, լավ փոխանցում Պետրոսյանին, Գեբեշյան արված և փրկեց հիմա իր թիմին Ռազմիկ Սարիբեկյանը, ուղղակի ֆենոմենալ խաղարկում տեսանք հիմա Պետրոսյանից և Գեբեշյանից, վերջինս էլ լավ հարված կատարեց, բայց Սարիբեկյանը փրկեց իր թիմին։ Գալստյան արված, հիմա էլ Արթուր Պողոսյանն են գեղեցիկ սեյվով աչքի ընկնում, կրկին անկյունային է վաստակել բայրը։
Պողոսյան երկար փոխանցում Գուլղինյանի հարվածը շեղ ընթացավ այս անգամ էլ Արագ նետվել է գրոյի Բարսելոնան, Ավետիսյան, հրաշալի անցում և կոպիտ գործեց այստեղ Գուլղինյանը շատ վտանգավոր դիրքում հիմա Տուգանային է վաստակում Բարսելոնան, զգուշացվեց այս խախտման համար Հովհաննես Գուլղինյանը Հիմա տեսնենք այս Տուգանային ինչպես կիրացնի Բարսելոնան Հնդակի մոտ Դավիթ Ավետիսյանն է Արցավարի սուլի չկա, Դավիթ Ավետիսյան, փափուկ արված և Ավետիսյանն է հեռացնում գնդակը Բայերի Ավետիսյանը, երկու Ավետիսյանների պայքար տեսանք Գեբեշյանն է խախտում խայկանները Նորից ստանդարտ Բարսելոնայի օգտին Խարկված է ստանդարտը Տիսյան խառնաշփոթ է այստեղ և եզրային նետում վաստակեց Բայերը, արագ նետեցին Հնդակը Գեբեշյանի ուղղությամբ, նետվել է գրոյի Բայերը, Պարկես Գեբեշյան, հերվից արված և Արթուր Պողոսյանն է փրկում իր թիմին Հրաշալի, արագ խաղարկում նորից Բայերի կատարմամբ, փրկեց իր թիմին Պողոսյանը Հարկեցին այս անկյունայինը Ավետիսյան երվից կրակոց Հարկեցին այս արվածի ճանապարհ Արասի Ավետիսյանին Կերկին անկյունային Հրապարակ ընթացքից արված Կիրակոսյանից տեսանք հրաշալի գոլ կարող էր գրանցվել հիմա այս խաղում մեզ մոտ բարեկամներ, բայց Կիրակոսյանի շրջադարձ հարվածը ընթացքից շեղ ընթացավ հրաշալի նկատեց այնտեղ Գեբեշյանը Կիրակոսյանին միայնակ կենտրոնում Նորից արագ խլեց գնդակը Բայերը Գեբեշյան, Ավետիսյանը նրանից խլեց Տեսնում ենք Շատ թեժ պայքար է ընթանում խաղադաշտում Սարգսյանի հարվածը փակված է Եվ ապահովության դեպքում այստեղ Պետրոսյանը հեռացրեց գնդակը
Պետրոսյանի երրորդ գոլն էր այս մրցաշարում։ Դակը Կեբեշյան և նետումը բայրինն է լինելու հրվից հարված Պետրոսյանի կողմից բայց շեղր բայրի ֆուտբոլիստի հարվածը Իսյան երկար փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ հարակ նետեց Գրոյի Ավետիսյանի թիմակիցներին Պետրոսյան փոխանցումը չստացվեց Պետրոսյանի բայց այս փոխանցումն էլ շատ անհաջող էր Ավետիսյանի երկար փոխանցում այստեղ սխալվեց Լևոն Սարգսյանը Կեբեշյան փոխանցում Պետրոսյանին արված դարպասաձողին է հարվածում այստեղ Արթուր Պետրոսյանը ոչ Ղուկասյանն էր այնտեղ հայտնվել ներողություն Պետրոսյանի դիրքում երկար փոխանցում Իլիցյանի ուղղությամբ Իլիցյան և դուրս եկավ Դաշտի սահմաններից մանր քայլերով տեսնում ենք հանդիպումը մոտենում է ավարտին բարեկամներ տեսնենք անկյունային է բայերի կատարման փոխանցում Տուգանային հրապարակ Նազարյանը հեռացրեց գնդակը Բակ զամենա, հովո զամենա լավ էլի աղաչան, բան չխոսանք մի խոսախ մի չես խոսում, մի խոսում լավ եմ անում, լավ եմ չես տենում հովո հաջոտը զամենա արդուր բկո հաջոտը զամենա
Պետրոսյան լավ անցում, հիմա տեսնենք այս գրով Բայերին, բայց կինը Պողոսյանը լավ գործեց, Գեբեշյանի հարվածը փակված է։ Լավ գործեց այստեղ դարպասապատ Հաթուր Սևոյանը։ Փոխանցում և հեռացնում է գնդակը Ռազմիկ Սարիբեկյանը։ Փոխանցում Տուգանային հրապարակ։ Փորձում էր Ղուկասյանը հարվածել, բայց ստացվեց Ղուկասյանի հարվածը։ Պետրոսյան է փոխանցում Իակ Կիրակոսյանին։ Պետրոսյան փոխանցում կենտրոն, լավ խաղարկումն էր այստեղ։ Լավյան փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ տեսնենք ինչ կանի հիմա Պետրոսյանը։ Բարսելոնան պետք է այս րոպեների ընթացքում շարժվեն առաջ, Բարսայի տղաները մեկ գոլի տարբերությամբ պարտվում են այս պահին, բայց հակառակը տեսնում ենք Բայերը կարողանում է լավ գրողներ կազմակերպել, Ղուկասյան հարված վտանգավոր էր, փրկեց իր թիմին կրկին Պողոսյանը, այս անգամ էլ Պետրոսյանի հարվածը չստացվեց։ Բայց այստեղ խախտում էր տեղի ունեցել Սարգսյանի հետ պայքարում։ Վերջին րոպեն է ընթանում բարեկամներ արդեն հանդիպման հիմնական ժամանակի ավարտին։ Տեսնենք հիմա այս ստանդարտը ինչպես կիրացնեն Բարսայի տղաները, Նազարյանն է գնդակի մոտ, Ռոբերտ Նազարյան հատուկ փոխանցում, բայց լավը չէր այս փոխանցումը Նազարյանին։ Երկար փոխանցում Ավետիսյանի կողմից և անկյունային վաստակեց Բայերը։ Պետրոսյան խաղարկեց անկյունայինը Բայերը, Ավետիսյան փոխանցում, հեռացված է գնդակը։ Եվ հիմա շարունակվում է մնալ գնդակով Բայերը, Օանյան փոխանցում Գալստյանին, կրկին Օանյան։
Գալստյան այս փոխանցումը չստացվեց Շահբազ Գալստյանի եւ հիմա կարող է հակագրել Բարսելոնան Նազարյան, բայց անհաջող էր Նազարյանի գործողությունները Եվ վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է Բայերը կարողանում է ծանր պայքարում հաղթել Բարսելոնային 3-2 հաշվով Հետաքրքիր հանդիպումներ ստացվեցին այսօր Սիրելի ֆուտբոլասերներ, այսքանն էինք պատրաստել ձեզ համար, բարի գիշեր եւ ամենայն բարիք